չգիտեմ, ցավը տանեմ, պրոստը հասկանում ես, սա կյանքս մենակ եմ ապրել, արդեն սովորել եմ ամեն ինչ ինքս սարքելու, ունես որ շնորհակալություն առաջարկի համար։ Դե տես, ոնց կուզես։ Ոյ, սենց աղջիկ այդ ամը, ուրախ, մեծ սիրտ, բարի։ Ինձ ես ասում։ Հա, բայց ափսոս քո հետ ոչ մի կապ չունի։ Ինչ, բայց ոչ չունի։ Ես եմ իրան այս տարիքից մեծացրել, պահել, խնամել, դաստիարակել։ Լսին գեր Մակարենկո, դաստիարակելն ու խնամելը ստե կապ չունի։ Կարևորը որ գեներն են մաքուր, ճիշտ գեներ են, հասկանում ես, ուրեմն մաման էլ շատ լավը պետք է լինի։ Շատ լավն է մաման, կգա կծանոթացնեմ։ Ես հեսա մտնեմ Նվարդի մոտ, 2 րոպե խոսելու բան ունեմ, կգամ ու քո հետ կխոսեմ, ընկեր Զաքար։ Գրեցի։ Ահա դու գոնե գիտես թե այդ ինչ դեղեր են։ Անտիդեպրեսանտներ են։ Հիմա մեր ժողովուրդը դեպրեսիայի մեջ է, ու այդ դեղերը մեզ շատ է պետք գալիս, Վահան։ Տղեկ ինձ թվում է դրանք հասարակ դեղեր չեն։ Հաստատ ուժեղ դեղեր են։ Հոգեմ այդ դեղեր են։ Ասում եմ չէ, անտիդեպրեսանտներ են։ Բայց մի մտածեք, այդ Վիլենը կզանգի, ասեմ կգա վաղը կտանի կպրծանենք։ Բայց պետք է կապերը թխզես դրանց հետ, Դավո։ Հայք այդքան էլ հեշտ չի լինելու։ Դավոյին այդքան էլ հեշտ դրանք հանգիստ չեն թողնի։ Հա։ Ամեն դուրս է գալիս, որ դու իրանց մասին ահագին ինֆորմացիա գիտես, Դավ։ Իսկ այդ վտանգավոր է իրանց համար։ Դե մի ուրիշ բան մտածենք։ Պիտի նենց անենք, որ իրան գլխի չընկնեն, որ մենք գիտենք։ Կարամ ասեմ, որ ապրանքի գինը բարձրացրել եմ, ձեռ չի տալ այդ գնով աշխատելը։ Սպասի ես կվերցնեմ Վահան։ Ալո։ Բարի Երիկո։ Բարը Վիլեն։ Լսի ինչ եմ ասում։ Մլիցեքը իմացել են ապրանքի տեղը։ Պետք է շտապ հանես այդ պահեստից։ Ոնց իմացել են։ Ասում եմ շտապ հանի այդ պահեստից։ Կարաս մի տեղ գտնես պահես մինչև վաղը կամ տանեմ մոտիցդ։ Դու որտեղից գիտես, որ իմացել են Վիլեն։ Ասում եմ կարաս մի տեղ պահես։ Հա, կարամ։ Դե տես ինչ ես անում։ Վաղը կապվենք հետդ, կգամ կտանեմ։ Այս ժամին այդ հեռախոսի մոտ եղի, կզանգեմ։ Հա լսի, հո տղեքս շատ չնեղացրին, ես իրանց ասելի ուղակի պարզեն են չի ես ուշացնում ապրանքի վաճառքը։ Տղեկիդ պարզելը լրիվ ուրիշ թեմա է։ Դրա շուրջ հետո մենք կխոսանք։ Միլիցեքը իմացել են ապրանքի տեղը, տղեկ։ Միլիցեքը ոնց են իմացել։ Չեմ իմանում, բայց պետք է ապրանքը շուտ հանենք։ Այ եթե Բերթում մի քանի հոգի գիտեն, այդքան դժվար չի մլիցեքը իմանալ։ Տղեկ պետք է մի հատ մեքենա ճարենք, որ այդ ապրանքը կարողանանք տեղափոխենք։ Բայց զանգեմ հետո ինտերամին քիչ կարա անում։ Այ, ձեռդ ասա թող մի հատ սառոճկա կանապել։ Զաքար հավատս չի գալիս, որ մաման գալիս, արդեն հույսս կտրել էի լրիվ։ Հա, մամայի համար շատ ուրախ եմ, բայց ես ուզում եմ քեզ հետ մի հարցի շուրջ խոսել։ Ինչ հարց։ Ներսեսի հետ մի քիչ զգուշ եղիր։ Ներսեսի, այսինքն։ Ոնց ասեմ, դու շատ մարդամոտ ես, իսկ Ներսեսի տարիքը երբեմն հաշվի չես առնում։ Ու ինչ։ Ախր ոնց ասեմ, դու շատ ընկերական ես նրա հետ, իսկ նա կարող է սխալ հասկանալ քեզ։ Ոնց սխալ հասկանամ, Զաքար չեմ հասկանում ինչ ես ուզում ասես։ Տես, քո մտքով էլ չի անցնում, թե ոնց կարող է նա ընդունի քո մարդամոտությունը։
Ես հասկանում եմ, Ներսեսը պարկեշտ մարդ է, բարի է, բայց խնդրում եմ, նրա մոտ քեզ մի քիչ զուսպ բայ։ Զաքար, բայց ես երբեք ոչ մի ավելորդ բան ինձ թույլ չեմ տվել։ Ես Ներսեսին շատ սիրում եմ ու ինքն էլ գիտի դրա մասին։ Ես իրոք նրան շատ լավ մարդ ու ընկեր եմ համարում։ Այդա, ես լավ գիտեմ ինչ եմ ասում։ Մեկ-մեկ չես զգում, որ մարդկանց մոտ չափից ավելի ես բացվում։ Զաքար, բայց Ուղղակի մի քիչ հետևի քեզ։ լավ։ Բայց դու Ներսեսին ոչինչ մի ասա, հա։ Ես կհետևեմ ինձ։ Ես գիտեմ, դու խելոք աղջիկ ես։